Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվա Կոպովնան, ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ, էքսկլյուզիվ, հետաքրքիր հյուրերի հետ հանդիպումով թողարկում։ Եվ ասեմ, այսօրվանից համարվում է 2026 թվականի նոր թողարկում։ Էներգիաս լի է, հյուրերս պատրաստ են, այնպես որ ողջ տարվա ընթացքում ես ձեզ խոստանում եմ հենց այսպիսի թողարկումներ, որտեղ լինելու են լավագույնները եւ իհարկե հաղթանակները։ Բայց ֆորմատը չեմ ուզում խախտել, ուզում եմ նախ սկզբի համար շնորհավորել օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում եւ Աստծո օրհնությամբ։ Եվ հատուկ ձեզ համար տեսահոլովակ վերադառնանք, տաղավար անցնում ենք բուն թեմային։ Նայում եմ աչքերից սիրուն էլի Տալիս եմ օրեց օր ինձ երանի Որ ունեմ ես կեզ Դու ասես լինես Աշխարի մեջ աշխարիմ ես Համահոտիտ կապել եմ լավ էլի Ունեմ կարիքըտ ես էլ լավ էլի Դե արի Սերս լի էլի Գուզեմ ասեմ խոսքեր հազարումի Թո հանի Սերը վեր հանի Մեր սիրուն ճամփով Յանքը մեզ տողնանի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Դենչ 21 TV եթերում շարունակվում է Ձինայդ նախագիծը եւ րոպե չկորցնելով ըստ ֆորմատի ես առաջարկում եմ կամ տեսանյութ կամ տեսահոլովակ եւ ինչ որ չափով նաեւ նախազգուշացում եւ պատմեմ թե ովքեր է լինելու ինձ մոտ տաղավարում։ Շատ սպասված հյուրեր են, որոնք որոշել են հենց տարվա սկիզբը ներկանալ մեզ մոտ տաղավարում ամփոփելով տարին եւ ասել թե ինչ է սպասվում ողջ տարվա ընթացքում։ Եթե ձեզ հետաքրքրեց թե ովքեր են, ապա տեսանյութից հետո ես նրանց սիրով կներկայացնեմ։
Ինչ վերադարձանք եւ վստահ եմ հենց հիմա շատերը մոտ են ըստ ձայնը բարձրացրել են։ Շատ իմ գործընկերներ ասում են Զինա, լավ էլի, փաստորեն դու էլի առաջինը, այդ սկզբունքա եւ մի քիչ էլ երևի թե նախապայման։ Եվ մեծագույն սիրով րոպե չկորցնելով ասեմ, որ հյուրընկալ եմ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ եւ Kickboxing ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարապետյանին, նրան ուղեկցում են Հայաստանի խառն մենամարտերի նախագահ Գարեգին Աղաբալյանը եւ Հայաստանի Muay Thai ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուցյանը։ Բարի օր, բարի գալուստ ընկերներիս։ Բարը ձեզ։ Ոնց եք։ Անտես։ Դուք պատկերացնում եք, ես ինձ ոնց եմ լավ զգում, երբ որ տաղավարում լինում են բացառապես արակազեր ներկայացուցիչներ, ես մենակ լիդեր։ Էդի մոտ տենց սկզբունքը Հայրապետյան դու գիտես տորինը շարունակ։ Բան չի փոխվել։ 26 թիվն էլ եկա, բան չի փոխվել։ Նախ շնորհակալ եմ, որ ինձ մոտ տաղավարում եք։ Ես գիտեմ, որ դուք այս ժամերին առավելևս շատ խառն եք լինում։ Բայց նաև իմ խնդրանքով, պարոն Հայրապետյանը այստեղ է, եթե մենք տարվա վերջը չկարողացանք, չհասցրեցինք իդեպ ձեր զբաղվածության պատճառով ամփոփել, մենք եւ կամփոփենք տարին եւ կպատմենք, թե ինչ է սպասվում ողջ տարվա ընթացքում։ Նախ շնորհակալություն եմ հայտնում հյուր հրավիրելու համար, քանի որ թեվակողել է 2026 թվականը, ուզում եմ մեր հայրենակիցներին, մեր մարզասերներին, բոլորին մաղթեմ ամանորը շնորհավոր լինի, այդ թվում նաև Սուրբ Ծնունդը, թող խաղաղության տարի լինի, բարիության տարի լինի, համախմբվածության տարի լինի եւ առողջության տարի լինի բոլորիս համար։ Պետք է նաև մեր խորին շնորհակալություն հայտնենք մեր բոլոր մարզասերներից եւ հարգանքի տուրք մատուցենք նաև մեր զոհված նահատակված հերոսներին, վառ պահելով իրենց շիրիմները եւ իրենց ամանորն շնորհավոր լինի եւ իրենց ընտանիքների խաղաղության տարի լինի բոլորիս համար։ Ապրեք, շնորհակալ եմ շատ։ Դե հիմա, պարոն Հարապետյան, ինչքան էլ Ակոպովնան ձեր շրջապատում է, ինչքան էլ իմ էջերով եւ ընդհանրապես համացած ակտիվ լինելով ներկայացնում ենք, թե ինչպիսի զբաղվածություն ունեք, ես ուզում եմ դուք սկսեք այնտեղից, որտեղից որ ուզում եք։ Պատմեք, մեկնաբանեք եւ ինչ որ չափով ներկայացեք, ինչ է սպասվում այս տարի։ Նախ 2025 թվականի օրացային պլանը ավարտվեց 100%-ով, ոչ օլիմպիական մարզաձևերի միության արժեվ դրված բոլոր ծրագրերը կատարել ենք մենք 100%-ով, բնականաբար ես կներկայացնեմ ինչ աշխատանքներ ենք իրականացնել։ Միջև աշխատանքներ բնականաբար իմ կողքին իմ գործընկերներն են, որոնք խառն մենամարտերի ֆեդերացիայի նախագահն են եւ Մութայի պաշտոնական ֆեդերացիայի նախագահը։ Մենք կներկայացնենք նաև kickboxing-ի մասին, ինչ աշխատանքներ ենք իրականացնել, ընդհանուր հետո կամփոփենք 19 ֆեդերացիայի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, որը իրականացվել է։ Ես հակիրճ խոսեմ, որ Հայաստանի kickboxing-ի ֆեդերացիան, որը պաշտոնական ՎԱԿՕ-ի ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում, որը ճանաչվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կողմից ճանաչում ունի եւ ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմի մեջ է ընդգրկված։ Այս կառույցը 17 մեդալ է Հայաստանի Հանրապետություն բերի աշխարհի Եվրոպայի առաջնություններից ՎԱԿՕ-ի, որից մենք տարբեր մրցաշարերից ունեցել ենք ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ, կազմակերպել ենք մի շարք պատանների, մեծահասակների, երիտասարդների Հայաստանի առաջնություն, կազմակերպել է Kickboxing-ի ֆեդերացիան միջազգային առաջնություն, որտեղ մասնակցել են 6 երկիր եւ բնականաբար Շիրակի մարզում մենք նույնպես 7 մարզիչ ենք ընդգրկել, որոնք արդեն իսկ համալրել են ֆեդերացիայի կազմը, ստացել են մարշչական սեմինարներ եւ աշխատելու են մարշչական գործունեությունով։ Ֆեդերացիան իր արժեվ դրված բոլոր առաջադրանքները կատարել է պատվով, քանի որ նախազորակոչային տարիքի բոլոր տղաները անվճար հիմունքներով մարզվելու են kickboxing-ի ֆեդերացիայում, այդ թվում նաև Արևելյան մարտարվեստների միության կազմի ֆեդերացիայում, որը ֆեդերացիայի նախագահների հետ միասին համատեղ իրականացրել ենք։ Բնականաբար անցյալ տարի նաև համաշխարհային ֆեդերացիայի kickboxing-ի նախագահներ Հայաստանի Հանրապետությունում գտնվում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եւ ներկա գտնվեց եւ ամփոփեց մեր kickboxing-ի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, իր գլխավորությամբ նաև համահիմնադիր ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի հետ բացեցին kickboxing-ի մի մեծ դահլիճ, որտեղ համալրված էր մարզական գույքով, որտեղ մարզվում են եւ անապահով ընտանիքի երեխաները եւ հաշմանդամություն ունեցող տղաները, վիրավորում ստացած տղաները, որոնք պատերազմի ժամանակ ստացել են վիրավորում։ Այս ամենը նաև իր ներկայությամբ պատվեց համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ռոյ Բեկերը, որը պաշտոնապես զարկ դրեց, որ համաշխարհային ֆեդերացիա կա, որը օլիմպիական կոմիտեի ընտանիքի անդամ է։
Բավական շատ աշխատանքներ կա, ես կանրադառնամ, քանի որ նաև իմ գործընկերները պետք է ներկայացնեն իրենց կատարած աշխատանքները եւ նաև պետք է ամփոփենք ոչ օլիմպիական մարզաձևերի ծրագրի եւ նախաձեռնությունների մասին, կուզենամ որ ժամանակը խնայենք։ Այն որ միակ թողարկումն է, որ չեմ կարողանում հարցեր տալ։ Անընդհատ բոլոր հարցերից պատասխանները ստանում եմ։ Դե ուրեմն պարոն Աղաբալյան, ուզում եմ շփվել ձեզ հետ, եթե ինձ նման մարդիկ, ովքեր որ հաղորդավարներ են, մեկնաբաններ են, ինչ որ չափով տեղեկացված են ֆեդերացիայի մասին, խառն մենամարտեր, մենք սիրում ենք MMA-ի ասվածով ամենամեծ ֆանատորեն հետևող հերոստադիտողը, հետևորդը հենց խառն մենամարտերին են հետևում։ Այդ ամենամեծ պատասխանատվությունն է իմ կարծիքով։ Դուք ձեր շարքերը ընդգրկված մարզիկները եւ մարզիչները ինչքանով է գոհ 2025-ից եւ ինչ եք պատրաստվում ներկայացնել։ Կուզենայի անդրադառնալ նախ ֆեդերացիային։ Այո։ Նշեմ, որ Հայաստանի MMA-ի ֆեդերացիան ճանաչված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից, իդեպ նաեւ նշեմ, որ միակ ճանաչված ֆեդերացիան է եւ հանդիսանում է Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության անդամ։ Ֆեդերացիան, տեսեք, այս պայն ունի օֆիցիալ գրանցված 19 մարզիչ, 13 ակումբ։ Անդրադարձ կատարեմ 2025 թվականին, ուրեմն ֆեդերացիան կարողացավ ճիշտ քաղաքականություն վարել եւ մասնակցել Եվրոպայի առաջնությանը 2025 թվականին մեծահասակների երիտասարդների աշխարհի առաջնությանը, պատանների աշխարհի առաջնությանը եւ մի քանի միջազգային մրցաշարերի։ Ընդհանուր հաշվարկով ֆեդերացիան օֆիցիալ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունից Հայաստան բերեց 23 մեդալ։ Այդ թվում աշխարհի չեմպիոն եւ աշխարհի առաջնության հաղթող, նաեւ Եվրոպայի հաղթող, առաջնության հաղթող։ Ֆեդերացիան նաեւ Հայաստանում իրականացրեց մեծ աշխատանք, կազմակերպելով 3 մրցաշար, կազմակերպեց Հայաստանի պաշտոնական առաջնությունը Հայաստանում, Երևանում, ունեցանք Երևան քաղաքի բաց առաջնություն եւ 1 մրցաշար Արմավիրի մարզում։ Չեմ կարող չնշել, ֆեդերացիան այս մեծ ծավալուն աշխատանքը չէր կարող անել, եթե չլիներ ոչ օլիմպիական մարզաձևերի միության աջակցությունը։ Ոչ օլիմպիական առաջին իսկ օրվանից համարվում ենք, հայտ ենք ներկայացել, որ մենք ֆեդերացիան դառնա ոչ օլիմպիական մարզաձևերի միության անդամ, որի համար նաև ուզում եմ անդրադառնալ իմ խոսքում շնորհակալական խոսք ասել մեր պարոն Հայրապետյանին, Հովհաննես Ծառուկյանին եւ իհարկե Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանին։ Ֆեդերացիան նաև մենք հիմա նշեմ, որ պատրաստում ենք 2026 թվականի Եվրոպայի առաջնությանը մոտ 20 օրից փետրվարի 5-ից 15-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների շարքում։ Այս պահին պատրաստում ենք դրան։ Իսկ քանի մարզիկ է մեկնելու։ Մոտ 25-ից 30 մարզիկ պետք է մասնակցի Եվրոպայի պաշտոնական առաջնությանը։ Եվ բացի անհատականից թիմային էլ է կարգավիճակը։ Ոչ, անհատական մրցաձևում, այո, անհատական մրցաձևում։ Իհարկե, ովքեր որ ֆեդերացիա անդամ են, Դե պարզ է արդեն։ Մենք նշեմ նաև ավելացնեմ իմ խոսքում, որ որդեգրել ենք մենք քաղաքականություն, պետք է լինես ֆեդերացիայի անդամ, որ կարողանաս նաև ֆեդերացիայի անդամ լինելով դու անդամ ես դառնում Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության, նաև օլիմպիական կոմիտեի, ինչի՞ չէ, եւ կարողանաս մասնակցել պաշտոնական առաջնություններին, որը ես կարևոր եմ համարում։ Ես հենց այդ դրա շարունակությունը ուզում եմ հարցով էլի, որովհետեւ լինելով մարդ, որ տեսնում եմ թե ինչքան ֆեդերացիա կա հանրապետությունում, վստահ եմ պարոն Հայրապետյան, դուք արդեն սկսել եք այն ձեր սկզբունքը պահել, որ պետք է լինեն հատուկ չափանիշներ նախ ֆեդերացիա կոչվելու համար, որովհետև ես շատ եմ լսել կողքից, որ MMA բառը օգտագործում են եւ կան մանր-մունր սնկի պես բացված ֆեդերացիաներ։ Ճիշտ եմ, չէ՞ դա։ Ես հիմնավորեմ ձեր ասածը էլ ավելի։ Յուրաքանչյուր ֆեդերացիա, որոնք ցանկություն են հայտնում ընդգրկվեն ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում, պետք է ունենան համապատասխան չափորոշիչներ, պետք է համապատասխանեն իրենց գործունեությունով, իրենց ծրագրերով եւ օրեցեն պլանով։ Համապատասխանելով այդ ամենը, մենք համահիմնադիրներ Հովհաննես Ծառուկյանի, Արմեն Մանուկյանի եւ Հրաչյա Ռոստոմյանի հետ համատեղ ներկայացնում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին, ուսումնասիրում ենք, այնուհետեւ գնահատական ընտրուց հետո ընդգրկում ենք միության կազմում։ Բնականաբար դուք շատ
ճիշտ նկատեցիք, այսօր շատերն են ֆեդերացիաներ հիմնադրում, որպեսզի ֆեդերացիայի նախագահ դառնան, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ համ ֆեդերացիայի նախագահին, համ մարզիչին, այդ թվում ձեր փոխարեն հաղորդավար են դառնում, չգիտեմ եւ այլ, եւ ուզում են կառավարեն կառույցները։ Ֆեդերացիան պետք է ունենա իր ուրույն դերակատարությունը, նախագահան պետք է լինի կազմակերպված, ճանաչում ունեցող ղեկավար, անցած մարզական որոշ ճանապարհ, որպեսզի կարողանա համախմբի կառավարի եւ ներկայացնի միությանը իր գործունեությունը։ Այն ծնողներ, ովքեր որ իրենց երեխաներին օրինակ վստահում են իրենց բակում կամ շենքի տակը տենց մարզադպրոցներ, ֆեդերացիաներ բացված եւ ուղարկում են այնտեղ եւ իրենց երեխաները արդեն կրթվում դաստիարակում են ոչ ճիշտ կարգավիճակով, ինձ թվում է սա հենց ճիշտ պատասխանն է։ Կներեք, ես դա պետք է ասեի։ Ես մի խնդրանք եւ պահանջ ունեմ, պարոն Աղաբալյան, հույսով եմ մրցումներից առաջնությունից հետո ես վստահ եմ, որ դուք մեդալներ, չեմպիոններ բերելու եք, այսպես ասած, այն որ ասում է ֆեդերացիան միշտ տալիս է չեմպիոն այդ նախադասությունը գիտեմ։ Վստահ եմ, որ մեր դրոշը բարձրացնելու եք, հիմնը հնչելու է, եւ ես շատ կխնդրեմ, որպեսզի չեմպիոններ առաջինը լինեն ինձ մոտ տաղավարում, եթե դժվար չէ։ Խոստանում եմ։ Վերջացավ։ Իսկ հիմա պարոն Բրության իմ 1000 տարվա ընկերս, որը միշտ բարձր է պահել Muay Thai ֆեդերացիայի դիրքերը, եւ երբ որ իմացա դու ինձ մոտ տաղավարում ես լինելու, ինձ մոտ հիմա դեժավյու է։ Շնորհակալություն ընկալելու համար։ Սիրով։ Նախ ողջունում եմ ձեզ, որ մեզ ընկալել եք, եւ ինչպես պարոն Հայրապետյանը իր խոսքում ասեց, շնորհավոր անգամ ուղերձ 26 թվի հետ կապված։ Հայաստանի Muay Thai ֆեդերացիան պաշտոնապես ներկայացնում է IFMA Muay Thai ֆեդերացիան Հայաստանում, ճանաչված է ազգային օլիմպիական կոմիտեի կողմից եւ ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչպես նաեւ ընդգրկված է ոչ օլիմպիական մարզաձևերի միությունում։ Հայաստանի Muay Thai ֆեդերացիան 25 թվականին իրականացրել է բազմաթիվ լայնածավալ աշխատանք, այսինքն մասնակցել ենք մեծահասակների, պատանիների, երիտասարդների աշխարհի, Եվրոպայի եւ միջազգային մի շարք հեղինակավոր առաջնություններում, ընդհանուր առմամբ ունեցել են 79 մեդալ, ընդհանուր առմամբ ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Շատ կարևոր է նաեւ, որ այդ մրցաշարերից մի քանիսում ունեցել ենք նաեւ այնպիսի մրցաշարեր, որոնք որ A կլասի եւ ուղեգրային մրցաշարեր են եղել, հետագա 2027 թվականի եվրոպական խաղերի եւ համաշխարհային խաղերի համար, ինչպես նաև այս տարի տեղի է ունենալու Բրազիլիայում 26 թվականին FISU-ի համաշխարհային ուսանողական խաղերը, որը որ այդ մրցաշարերին եթե չմասնակցեիր, միավորներ չվաստակայիր եւ մրցանակային տեղեր չզբաղեցնեիր, չէիր կարող, ասենք, այդ մրցաշարերին մասնակցելու իրավունք ունենալու։ Լավ։ Եվ 26 թվականին մենք մեր օրացուցային պլանով շարժվելու ենք առաջ եւ մի շարք մրցաշարեր ենք պատրաստում, ինչպես նաեւ մեր այդ հաջողությունները չէր կարող լինել, եթե մենք ընդգրկված չլինենք ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում, որ ամեն իմ խորին շնորհակալություն եմ հայտնում իմ անունից, ֆեդերացիայի անունից, մարզիկների, ամբողջ խորհրդի անունից, առաջին հերթին պարոն Հայրապետյանին, համահիմնադիրներ Հովանես Ծառուկյանին, Արմեն Պետմանուկյանին, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, բոլոր մարզաշխարհը, նաև արդեն արդի երկրում հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես նաև նշեց պարոն Հայրապետյանը, Վակոյի նախագահան, ինչպես նաև արդեն IFMA-ի նախագահան, որը որ մենք արդեն տեղեկացրել ենք միջազգային ֆեդերացիայի, իր ահռելի աշխատանքի համար, որ մարզիկները, մարզիչները, բազմաթիվ մարզիկներ չեն կարող իրենց հաջողություններին հասնել առանց պարոն Ծառուկյանի աջակցության։
Դե դա տարիների արդեն են, որ ասում եմ, մենք այդ դրա մասին չենք էլ խոսում, որտեղ ասում եմ, թե Ծառուկյան ընտանիքը դեռ սպորտի կողքին է, մենք հաղթանակներ կգրանցենք։ Միանշանակ։ Եվ այս տարի արդեն մենք ունենք մարտ ամսին շատ հեղինակավոր առաջնություն է լինելու Antalya Open առաջնությունը, որտեղ մեր մարզիկները միշտ բարձր տեղեր են զբաղեցնում, նույնիսկ թուրքական հեռուստաընկերություններն են անդրադարձել դրան, որ բազմաթիվ տեղեր են զբաղեցրել հենց ոչ թե հորիզոնական երկրորդ կամ երրորդ, հենց առաջին։ Միայն անցած տարի 25 թվականին մենք 13 մասնակից ենք ունեցել, որից 12-ը հենց մրցանակային տեղեր են զբաղեցրել, 7 ոսկի։ Եվ արդեն առջևում նաև Կովկասի առաջնություն է լինելու Հայաստանում առաջին անգամ, որը որ արդեն IFMA-ի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով է դրված լինելու, նախատեսվում է մոտ 10-12 երկիր, որ մասնակցություն ունենա, մոտ 400 մարզիկ հայտ պետք է ներկայացնեն, այն հայտ ներկայացնեն, նրանք պետք է հաստատվեն, որպեսզի մասնակցեն։ Եվ արդեն օրացուցային պլանով շարժվելու ենք առաջ, ինչպես նաև Եվրոպայի աշխարհի առաջնության մասնակցելու։ Ինչպես նաև նշեցի, մեր կողքին կանգնած է, մեր թիկունքին կանգնած է ոչ օլիմպիական մարզաձևերի համահիմնադիր պարոն Ծառուկյանը Հովհաննես, պարոն Հայրապետյանը, որ գիշեր-ցերեկ ամեն ինչ, բոլորի հարցերը, մարզիկների, մարզիչների բոլոր խնդիրները լուծում է։ Ինչքանով էլ գովաստ չհնչի, միևնույն է շատ մարզիկներ, այն որ ասում ուզում են մեր դրոշը բարձրացնեն, հաղթանակով վերադառնան, որովհետև եւ իրանք են այդպիսին պատասխանատվություն։ Եվ իմ ընկերներից մեկը այստեղ նստած բավականին բարձրակարգ վարկանիշով մարզիկ ասեց, միայն այն, որ մենք Զվարթնոտ օդանավական իջնում ենք եւ մեզ դիմավորում է Ծառուկյանների ընտանիքը եւ մեզ գնահատում են, դա մեզ համար արդեն աշխարհարժի։ Այսինքն գնահատվում է մարզիկը։ Վերջի տարիների ընթացքում շատ էին բացակայում երկրից մեր մարզիկները։ Դուք կարող եք փաստել Հայրապետյան ջան, որ ասում են, դե մենք չենք գնահատվում, դրա համար գնում ենք։ Իսկ երբ որ նրանք ինձ մոտ տաղավարում լինում են, ասում եմ, իսկ ում կողմից չեք գնահատվում։ Դուք ով որ ձեր կողքին է, նա կողմից գնահատվել եք, չէ՞։ Բա, պարոն Ծառուկյանին։ Արդեն այդքանով ճակերտները փակվում էր։ Ես հիմա շնորհակալ եմ ձեզ, որովհետև ես եթե հետևում եմ նաև պարոն Հայրապետյան, թե ինչ է կատարվում բարձրակարգ ֆեդերացիաներում եւ վարկանիշները բարձր մարզիկների եւ մարզիչներն են շատ ողջավորված են։ Ես եթե չվախենամ իմ էջում տարածեմ, թե ես ինչքան մարզիչների եւ ֆեդերացիաների անունից ստանում եմ նամակներ, որտեղ եւ հենց ձեր մասին է գրված, պարոն Հայրապետյան։ Շնորհակալություն նաև պարոն Հովհաննես Ծառուկյանին լավ աշխատանքի համար, երիտասարդ, որը իսկապես ամեն ինչ անում է, ասա որ ջանք ու երամ։ Ես կանադառնում Արտաման Հովհաննես։ Իսկ ես քանի որ վերջի ժամանակատվածում շատ եմ վարում հենց այդ ֆեդերացիաների, ովքեր ոչ օլիմպիական միության անդամներ են, նրանց մրցաշարերը, եթե ամեն օր լինի մրցում, իմ կարծիքով Հովհաննես Ծառուկյանը ամեն օր ներկա գտնվի, դա ինձ թվում է լավ բան է, էլի։ Մենք եղել այս շաբաթ, որ 4-5 անգամ հենց Հովհաննես Ծառուկյանը Ես անձամբ տեսել եմ։ դահլիճներում, տարբեր միջոցառումներին ներկա են գտնվել այդ ինքը լինելով երիտասարդ ֆենոմենալ մտածելակերպ ունի, տարիքային հասակում ու որպես կազմակերպիչ շատ ծրագրեր նախաձեռնություններ է նաև իրականացնում, ինտենսիվ ձևով նախագծեր ենք իրականացնում համատեղ եւ կյանքի են կոչում։ Եթե թույլ տաք, ես նույնպես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներից, այդ ու նաև ֆեդերացիայի բոլոր նախագահներից,
քանի որ ներկա եւ Արտակ Բրուցյանը եւ Գարեգին Աղաբալյանը բավականին մեծ աշխատանքներ պաշտոնական ֆեդերացիաներ են ենք Հայաստանի Հանրապետություն ճանաչած համաշխարհային ֆեդերացիայի կողմից իրականում պատվով իրենց արժեվ դրված բոլոր խնդիրները կատարել են։ Դրա համար ես կարող եմ նաև մեր մարզասերներին ասել, որ ում երեխաները մարզվում են թե քիքբոքսինգի պաշտոնական ֆեդերացիայում, թե MMA-ի, թե նաև Արտակ Բրուցյանի նյութային ֆեդերացիայում, իրենք պետք է իմանան, որ հեռանկար ունեն եւ ապագա ունեն։ Անդրադառնանք ոչ օլիմպիական մարզաձևերի միության գործունեության մասին։ Տեսեք, նայ որ մեր մարզասերները եւ հայրենակիցները մեծ ուշադրությամբ հետևեին այն կատարած աշխատանքներին, որ 2025 թվականին իրականացավ։ Առաջինը, որ մենք ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիրներ Հովհաննես Ծառուկյանի, Արմեն Մանուկյանի եւ օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ համատեղ ստեղծեցինք այս գաղափարը, ներկայացրեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ մեծարգո պարոն Ծառուկյանը բարձր գնահատեց այս նախաձեռնությունները եւ հանձնարարեց, որպեսզի իրականացնենք այն ինչ որ օրացային պլան ունենք եւ ինչ ունենք կանոնադրության մեջ։ Բնականաբար առաջին գործունեությունը նա էր, որ մենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ ստորագրեցինք փոխխմբырման հուշագիր։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը եւ օլիմպիական կոմիտեն համատեղ ստորագրեցին, որպեսզի մեր բոլոր օրացային պլանները եւ նախաձեռնությունները սատարկանի օլիմպիական կոմիտեն։ Լավ։ Եվ դա դարձավ իրականություն։ Այն քայլերը, որը նախապես ստեղծվել էր, բնականաբար շատ ֆեդերացիաներ դեռ կասկածի տեղիք էին տալի, որ միգուցե միությունը ձևավորվել է, ինչ որ գրված է թղթի վրա կմնա, բայց փառք Տիրոջը ամեն ինչը պատվով մենք իրականացրեցինք։ Առաջի ֆեդերացիաները դրանք ներկա գտնվող մեր նախագահն է 9 ֆեդերացիա էր եւ անցավ ամենակիչը 3 ամիս 19 ֆեդերացիա դարձանք։ 19 ֆեդերացիան Օլիմպիական կոմիտեի կողմից անմիջապես ֆեդերացիաները սկսվեցին ֆինանսավորվել, որպեսզի կարողանան կազմակերպեն եւ Հայաստանի առաջնություններ եւ իրենց մարզիկները մեկնեն աշխարհի Եվրոպայի առաջնություններ։ Ինչպես դուք նշեցիք, վերադառնալով Հայաստան, օդանավակայանում պատվով, հարգանքով ոչ օլիմպիական մարզաձևերի համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի միշտ դիմավորում ենք եւ մեր հարգարժան ծնողները նույնպես գնահատականի են արժանացնում մեր ներկայությունը եւ օդանավակայանում դիմավորելուց բացի եւ հրապարակային եւ մամուլով եւ սոցիալական ցանցերով բնականաբար ասվեց, որ աշխարհի Եվրոպայի չեմպիոնները տարեվերջում նաեւ պարգևատրվելու են։ Դա ճուշացավ տարին ամփոփելուց հետո բնականաբար 159 մարզիկներ պարգևատրվեցին իրենց մարզիչներ դրամական պարգևներով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, որը դա կարելի է ասել առաջին անգամ 30 տարուց ավել է ինչ գործում են ֆեդերացիաները, պատմություն էր, որ մարզիչները օլիմպիական կոմիտեի կողմից պարգևատրվեցին դրամական պարգևներով։ Անդրադարձ եղավ նաև 25 թվականի ամենակարևոր գործունեությանը, որ Ծառուկյան ընտանիքը 2 մարզադահլիճ վերանորոգեց, վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ունեցող մեր զինակից ընկերների համար, որոնք անվճար հիմունքներով մարզվում են այդ դահլիճներում, ժամանակակից մարզական գույքով ապահովեց, որպեսզի այդ տղաները հասարակությունից չհեռանան, հասարակությանը ինտեգրվեն, նաեւ սպորտի միջոցով։ Լավ։ Նաեւ ծրագիր մշակվեց, դա արդեն ծրագիրն էր Հովհաննես Ծառուկյանը, որպես բարձրագույն հաստատություններ դպրոցներում մեր մասնագետները, մարզիչները, ֆեդերացիաների նախագահները հանդիպում ունենան երեխաների հետ, ներկայացնեն ինչ բան է սպորտը, ինչ է իրանից ներկայացնում։ Պայքարը փողոցային բարքերի դեմ սպորտի միջոցներով, սպորտը համարելով դեղամիջոցներից մեկը։ Որը դա իրականության համապատասխանեց, մենք նաև համապատասխան բուկլետներ տպագրեցինք որոշ դպրոցներում, որպեսզի ուսումնասիրեն նաև երեխաները, պիլոտային ծրագրի մասին եմ խոսում։ Անդրադարձ եղավ նաև արդեն այս տարի, նախորդ տարի առաջինը մենք սկսեցինք, այս տարի արդեն շարունակական բնույթ կկրի, նախազորակոչային տարիքի բոլոր տղաները, ովքեր կմեկնեն բանակ, 15, 16 եւ 17 տարեկաներին պատրաստ ենք բոլոր ֆեդերացիաներում ընդգրկենք երեխաներին, որպեսզի մարզվեն ձեռնամարտով, քանի որ նաև ֆիզիկական պատրաստվածությունը ամրապնդենք եւ ուղղորդենք բանակ։ Ֆիզիկական պատրաստվածությունը եւ ձեռնամարտը ծառայության մի բաղկացուցիչ մասն է կազմելու զինվորի համար։ Լավ։ Սա նաև անվճար հիմունքներով, որը նաև Սատարեքանու Ծառուկյան ընտանիքը, որ մեր դպրոցներում պետք է երեխաները մարզվեն անվճար, այդ ու նաև
Նաև մենք ծրագիր ենք հիմա իրականացնում հաշվառման մեջ գտնվող երեխաները նույնպես անվճար մարզվեն դպրոցում։ Սա մեծ ծրագիր է, որը պետության պետականության համար շատ եմ կարևորում, իսկ ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենանք առողջ սերունդ։ Սա շարունակական բնույթ է կրելու։ Նաև մենք ծրագիր իրականացրեցինք մարզերում, այդ ու նաև վետերան մարզիկներին, մարզիչներին, որոնք նաև ուժային կառույցներում են իրենց գործունեությունը իրականացնել, վերջ-վերջո ֆիզիկական պատրաստվածություն ծառայության մի բաղկացուցմասն է կազմել, կարողացել են իրենց մարզական գիտելիքով նաև տարածել իրենց անձնակազմի համար, իրենք նույնպես պարգևատրվեցին հուշագրերով, պատվոգրերով եւ մեդալներով։ Սա նույնպես ծրագրի մի կետ է։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը ամփոփեց նաև հանդիպում նաև հաշմանդամություն ունեցող մեր զինակից ընկերների հետ եւ այնտեղ նույնպես շատ մեծ դերակատարություն ուներ համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը, որը առաջարկեց, որ բոլոր տղաները պետք է մարզվեն մեր բոլոր ֆեդերացիաներում, իրենք եւ իրենց ընտանիքի երեխաները նույնպես հասարակական հիմունքներով։ Բնականաբար ծրագրերը այնքան մեծ են, որ ինչ որ գրվել էր օրացիան պլանում, դա մենք իրականացրեցինք եւ իրականացնում ենք։ Բնականաբար ես նաև մեր հեռուստադիտողներին ասեմ, որ այսպեսի մի ամփոփիչ գործունեություն ունենք իրականացրել, որտեղ ինչ աշխատանքներ իրականացրել եւ սա որպես մեր պատմական գործունեություն պահպանելու ենք մեր գործերի մեջ։ Շատ եմ կարևորում նաև որ մեր կողքին են նաև բավականին շատ հեռուստաընկերություններ, որոնք իրենց աշխատանքներն են լուսաբանում։ Պետք է առիթից օգտվեմ նաև արգելի մեր Զինա Հակոբովնային շնորհել պատվոգիր, որ օլիմպիական մարզաձևերի միության կողմից պետք է նաև ընթերցեմ առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի զարգացման, ինչպես նաև սպորտի խթանման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, նվիրվածության եւ օրինակելի աշխատանքի համար ես ուզում եմ Զինա Հակոբովնային շնորհակալագիր հանձնել ոչ օլիմպիական մարզաձևերի միության կողմից։ Իրականում դուք բավականին մեծ գործունեություն եք իրականացնում, հանրության եւ հասարակությունը ձեզանով է իրազեկում մեր կատարած աշխատանքները։ Խնդրում եմ սա պատվով պահեք ձեր։ Շնորհակալ եմ շատ։ Եվ իմ մրցանակների կողքը եւս մեկ պատվոգիր ավելացավ, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ հպարտորեն կարող եմ նաեւ ներկայացնել։ Ես մեծագույն սիրով ձեր կողքին եմ, գիտեք, ես պաշտում եմ այն րոպեները, երբ որ դուք ինձ զանգարում եք ու ասում եք Զինա ջան, դուք այսօր ունեք առաջնություն վարելու թեմա եւ շնորհակալ եմ նաեւ վստահության համար։ Ասել, որ նաև
մենք շնորհակալագրեր ենք հանձնել հայրենիքի մատուցած ծառայության համար, առողջ ապրելակերպի համար, զանգվածային սպորտի զարգացման եւ նվիրվածության համար մեր նաեւ հաշմանդամություն ունեցող մեր զինվորներին, սպաներին, որոնք սպորտի մեջ ունեցել են ավանդ։ Չենք սահմանափակվելու մեր ծրագրերով, քանի որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը մեծ հանձնարարականներ է տվել, որպեսզի փողոցային բարքերի դեմ, վատ բարքերի դեմ, փողոցից կտրել երեխաներին, ուղղորդել սպորտային դպրոցներում մարզվել։ Այս ամեն մի ծրագիրը իրականացնելու համար մենք խնդիր ենք դրել ֆեդերացիայի նախագահներին, արժե որպեսզի իրենք իրենց մարզիչների հետ միասին ամեն ինչ անեն, որպեսզի մեր պետությունը ուժեղանա, հզորանա, նաև ֆիզիկապես ամուր կոփված տղաներ ունենա, վաղը մյուս օր մենք նորից եմ կրկնում ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենանք առողջ սերունդ։ Համաձայն եմ։ Համար ինչ ծրագրեր գրեթե սպորտային ներկայացրել ենք պարոն Ծառուկյանին, պարոն Ծառուկյանը հանձնարարել է, որ կյանքի կոչեն։ Սա վառ ապացույցներն են մեր բոլոր մարզադահլիճների, որոնք վերանորոգվել են Ծառուկյան ընտանիքի կողմից եւ այսօր այս դահլիճներում մարզում են հազարավոր երեխաներ։ Հազարավոր երեխաներ եւ սա պարտություն է, քանի որ կարող եմ ասել 30 տարուց ավել ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը անուշադրության կենտրոնում էր հայտնվել, բայց այսօր անձամբ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի կողմից ուշադրության կենտրոնում ենք հայտնվել։ Սա մենք կարևորում ենք եւ վստահեցնում ենք, որ մեր առջեւ դրված բոլոր խնդիրները հանձնարարականները պատվով են կատարելու։ Մի հարց էլ տամ էլի վերանորոգում նոր թեմաներ, իսկ այս ամբողջը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, թե ընդհանրապես միայն մայրաքաղաքի մասշտաբով է։ Դահլիճների մասն է խոսքը սմանավետ։ Մենք չէ մարզերով, իհարկե մարզերում էլ է Ստեփանավան քաղաքում նույնպես բացվեց մարզադահլիճ, վերանորոգվեց, մարզական գույքով ժամանակակից ապահովվեց, այնտեղ նույնպես մարզում են երեխաները տարբեր տարիքի եւ սա չենք սահմանափակվելու Երևան քաղաքով, բնականաբար սահմանամերձ գյուղերում նույնպես ծրագրեր ենք իրականացնելու, քանի որ ամեն ինչ պետք է արվի, որ նույն մեր սահմանամերձ գյուղերի երեխաները նույնպես սպորտով զբաղվեն։ Հա, ես այդ ամենաթույլ կողմն եմ կարծիքով։ Շատերը չեն կարող գալ մայրաքաղաք, բայց իրավունք ունեն։ Վստահ եմ յուրաքանչյուր ֆեդերացիաները մասնաճյուղեր ունեն։ Մտածում եք դրա մասին։ Դրա համար մենք ֆեդերացիայի նախագահների հետ 26 թվականին քննարկում ենք անցկացնելու, որ գոնե 1-2 մրցաշար մարզերում անցկացնենք, քանի որ նույնպես մարզերում պետք է ոգևորել, ոգեշնչել մարզիկներին, այդ ու նաև մեր հայրենակիցներին, որպեսզի տեսնեն, որ մարզաձևը ոչ թե միայն լայն տարածում է գտել Երևան քաղաքում, այլ նաև մարզերում։ Սա ցանկն է ֆեդերացիաների։ Ահա։ Ֆեդերացիաների ցանկն է, եթե ցանկանան եւ ընթերցեք, որ մեր մարզացիները նույնպես իրազեկված լինեին, որտեղ ուղղորդեն իրենց երեխաները մարզվելու։ Մեծ սիրով։ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության մեջ ընդգրկված ֆեդերացիաները եւ ասոցիացիաները։ Ուշադիր Հայաստանի Հանրապետության կիկբոքսինգի ֆեդերացիա, Հայաստանի կենտրոն ազգային կարատե դոյի ֆեդերացիա, Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիա, Հայաստանի ուշու քունգ-ֆու ազգային ֆեդերացիա, Հայաստանի խառն մենամարտերի ֆեդերացիա, պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիա, Հայաստանի թայքվանդոյի ֆեդերացիա, Հայաստանի քուդոյի ֆեդերացիա, Հայաստանի թեքվանդո ֆեդերացիա, Հայաստանի ֆուլ կոնտակտ դու քենդո կարատեի ֆեդերացիա, ռազմական թայքվանդոյի ֆեդերացիա, Հայաստանի խառն մենամարտերի միություն, Պատրիոտ մարզական ասոցիացիա եւ Բուդուշին մարտարվեստի ֆեդերացիա, Հայաստանի ջու ջիթար մարտարվեստի ֆեդերացիա, Շիրակի մարզի մարտարվեստների ֆեդերացիա, Հայաստանի մուայ թայ ֆեդերացիա, Mix Fight խառն մենամարտերի ֆեդերացիա եւ Հայաստանի բասկամարտի ֆեդերացիա հարգանքներս այս 19 ֆեդերացիաներին շուտով կավելանան, այո, նաև Գեղարքունիքի մարզի, այո, ֆեդերացիան ոչ օլիմպիական Շունիքի մարզին, տեսեք կան ակումբներ ֆեդերացիաներ, որոնք ուղղակի մենք էլ չգիտենք, ուսումնասիրում ենք իրենց գործունեությունը, հնարավորություն ա տալի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը, որպեսզի աշխատեն, արարեն եւ իրենց երեխաներին նույնպես ուղղորդեն դպրոցներում մարզվելու։ Պարոն Հայրապետյան, պայմանավորվենք ես որպես ընկեր եւ պահանջեմ, կներեք, որ այսպես եմ ասում, դուք գիտեք, այն էգոիզմը առաջինը լինելու համար ինձ մոտ տարիներ ընթացքում Դուք առիթից օգտվեցիք։ Այո, այո։ 26 տարի։ Հա, որովհետեւ
Ինչքան էլ ես հետևում եմ, գիտեմ, շատ ընկերներս արձագանքում են, բայց ինձ հաճելի է լինում, երբ որ նախագահի կողմից լինելու, ասում եմ, Ձինջան, ունենք հաղթանակներ գրանցած, ուզում եմ ֆեդերացիաներ, որոնք ձեզ մոտ ներկայանան, պարոն Հարապետյան, ես սիրում եմ, երբ որ իմ մոտ տաղավարում լինում են ուժեղ տղաները հաղթանակած, որովհետև ես միշտ ասում եմ, եթե ֆեդերացիաներից, այն էլ որակավորում ստացած վարկանիշով, չեմպիոններ չեն ծնվում, լավ տղերք հաստատ մեծանում են։ Այդ փաստը կա եւ միշտ լինում է։ Էնպես որ ես կխնդրեմ, որպեսզի չեմպիոններ առաջին լինեն ինձ մոտ տաղավարում իրենց մարզիչների հետ։ Անպայման տարի մենք սկսել ենք առաջին անգամ ձեր մոտ հյուր ենք եկել, դա շատ կարեւոր է, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք մենք։ Ես ուղղակի ուզում եմ ավելացնել մի կարևոր բան, տեսեք, մեր հեռուստադիտողները հիմա հետևում են մեզ։ Այո։ Կարող է աշխարհի Եվրոպայի չեմպիոն չլինել, բայց լինել լավ մարդ։ Այո։ Լավ քաղաքացի, քո պետության եւ պետականության կողքը կանող, քո ժողովրդի կողքը կանող քաղաքացի։ Անպայման չի աշխարհի Եվրոպայի չեմպիոն լինել, պետք է լինես լավ մարդ, լավ անձնավորություն, որ գնահատվեց քո ընտանիքի կողմից եւ քո ժողովրդի կողմից։ Համաձայն եմ։ Իսկ այսքանից հետո էլ ես ուզում եմ որպես վերջաբան եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությանը, Հանձինս եւ պարոն Հարապետյանի եւ իհարկե իմ կրտսեր ընկերոջը Հովհաննես Ծառուկյանին, որ վստահում եք ինձ։ Էնպես որ շնորհակալ եմ հեռուստադիտողներին, ովքեր որ հետևում են միջև հիմա մեզ, եթե կեսից եք միացել, տենց ափսոսան կա։ Մի նեղվեք, վաղը 13:05-ից կարող եք կրկնությամբ վայելել, մի քանի ժամ հետո գտնել YouTube-ում եւ իհարկե ինքներդ տարածել եւ հասկանալ ինչ է սպասում ողջ տարվա ընթացքում լավագույն ֆեդերացիաների կողմից։ Մենք ունենք ձեզ Այո։ տակ, ինչ մարզաձև եք սիրում։ Ես ինքս եղել եմ մարմնամարզուհի։ Էնպես որ ես սպորտային Խառը կարող եք մի օր այցելել MMA-ի ֆեդերացիա, Մուay, քիքբոքսինգի ֆեդերացիա, ուսումնասիրել ինչպես են մարզումներ անցկացնում, մյուս կարատեի ֆեդերացիան, ես գիտեմ, որ դուք եք ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եք, մամուլի ասուլիսներ եք վարում։ Բայց ես ընկեր եմ բոլորի հետ աշխատում։ Ուզում եմ, որպեսզի այդ ձեր ակտիվությունը նաև շրջեք նաև դահլիճներում, իրական պատկերը տեսնեք ինչպես է մարզում եւ իհարկե լուսաբանեք դա։ Պարոն Հարապետյան, հրավերքի դեպքում հաջորդ օրը ձեզ մոտ եմ։ Ուրեմն հարազատները եւ բարեկամները չեն հրավիրում։ Լավ։ Ես դա հաշվի կառնեմ։ Ներկա Շատ լավ։ Այդ աստղային կյանքը ինձ տարել է ոնց հասկացա։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ մեծագույն սիրով առաջինը Kickboxing-ի ֆեդերացիայում գնալու այդ ես ձեզ եթերում ցուցադրեմ։ Էնպես որ միջև հիմա ձեզ այդ լավագույններն են եւ իհարկե ձեր Ձինե Հակոբովնան ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարինն ձեզ։